Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես եմ Դավիթ Ստեփանյանը եւ այսօր իմ հյուրն է հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, շարունակում ենք լսել մեր քաղաքական դաշտում մտքեր, որոնք մեղմ ասած հարցեր են մեր մոտ առաջացնում, մենակ ինձ մոտ շատ հարցեր կան։ Լսելով պարոն Վիտալի Բալասանյանին, հերթական Արցախի հերոսին, լսելով մեր երկրի հիմնադիր նախագահին, երրորդ հանրապետության հիմնադիր նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանին, լսելով այդ բոլոր հայտարարությունները, ելույթները, որոնց հիմքում ընկած է մեկ ցանկություն Հայաստանին սրկել ինքնիշխանությունից եւ անկախությունից, ինձ մոտ մեկ հարց է առաջանում, մեկ հարց հիմնարար։ Մենք միջև այսօր ինչպես է այնպես ստացվել, որ մենք ունենք ինչ որ անկախություն, ինքնիշխանություն, իհարկե ոչ լիարժեք, բայց ունենք։ Ես սա որ լսում եմ, ես հասկանում եմ, թե երկար տարիներ ովքեր են մեզ կառավարել, ովքեր են ղեկավարել, ովքեր են մեր հերոսները եւ ովքեր են մեր երկրի հիմնադիր հայրերը, ինձ մոտ հարց է առաջանում, Հայաստանը ընդհանրապես ոնց է ստացվել, որ միջև այսօր գոյություն ունի։ Եկեք մի փոքր փորձենք սրա մասին խոսել։ Իրականում մեր բախտը բերել է։ Մեր բախտը բերել է, որ այն ժամանակ, երբ Հայաստանում իշխում էր այնպիսի իշխանություն, որը ոչ թե պատրաստ էր Հայաստանի ինքնիշխանությունը նվիրել ինչ-որ մեկին, այլ իր ամբողջ գործունեության հիմքն ու իմաստն այն էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը ի վերջո նվիրվի ինչ-որ մեկին, այդ ժամանակամիջոցում այդ ինչ-որ մեկը, կոնկրետ Ռուսաստանը, չհասցրեց այնպես իրականացնել իր խնդիրները, այնպես լուծել իր հարցերը, որ այդ նվիրելու պահը գա։ Այլ կերպ ասած, այն ինչ Ռուսաստանը ցանկանում է անել եւ ցանկանում է մինչեւ այսօր անել հետխորհրդային տարածաշրջանում կոչվում է գաղութացում։ Ռուսաստանը ցանկանում է վերագաղութացնել իր նախկին գաղութները, որոնք խորհրդային միության ժամանակամիջոցում ուներ, եւ դրա համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ է ռեսուրսներ։ Ռուսաստանը այդ ժամանակը եւ ռեսուրսները ծախսում է մինչ օրս, բայց 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, դեռևս իրավիճակը չէր եկել հասել այն փուլին, որ գաղութները սկսել հավաքել։ Այսօր 2026 թվականին փորձում է դա անել Ռուսաստանը, Ուկրաինայում իհարկե խոփքարին դեմ առավ, բայց Բելարուսի դեպքում հաջողության է հասել, մյուս ուղղություններով էլ, եթե լսենք ռուս պրոպագանդիստներին եւ իշխանության ներկայացուցիչների մեծ մասին, մյուս ուղղություններով էլ առաջիկայում սպասվում է նման գործողություն։ Հայաստանում իշխանության էին մարդիկ, ովքեր մտածված Հայաստանը տանում էին թուլացման, քանդվելու, Հայաստանը չէին զարգացնում, որպեսզի երբ պահը գա, երբ Ռուսաստանը հասնի այդ կետին, նրանք հայտարարեն, որ ինչ անենք, չենք կարողանում երկիրը պահել, ստիպված ենք լինելու հանձնել, ինչպես օրինակ 2008 թվականին հայտարարեցին հայկական երկաթուղու վերաբերյալ ստիպված ենք հանձնել, որովհետև քանդվում է, եւ հաջորդ 18 տարիների ընթացքում Արևկովկասյան երկաթուղին կրկնակի եռանդով քանդեց մեր երկաթուղին, բայց ամեն դեպքում նման կերպ բացատրեն եւ Հայաստանը կծային նյութենական կոչված ինչ-որ այդպիսի կառույցների ի վերջո, որի նպատակն էր դառնալ գաղութ։ Մեր բախտը բերեց, որ 2018 թվականին տեղի ունեցավ մի բան, որի շարունակությունն էր 2020 թվականի պատերազմը, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի մոտ արթնացում տեղի ունեցավ, եւ այդ արթնացման արդյունքում մենք տեսանք, որ իրականում Հայաստանը գնում է դեպի գաղութացում։ Դա 20-ից հետո տեղի ունեցավ այդ արթնացումը։ 18-20 թվականների ընթացքում տեղի ունեցավ, այսպես ասենք, պատերազմներ ներառյալ։ 2018 թվականից հետո կային որոշակի գործընթացներ, նույն Հարավկովկասյան երկաթուղու նկատմամբ գործընթացները, որոնք այդպես շփթփ արվեցին, ինչպես ժողովուրդն է արվում, փակվեցին, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Դա արդեն ազդանշան էր։ Հետագայում էլի գործընթացներ տեղի ունեցան եւ ի վերջո պատերազմը եւ պատերազմին հետեւած 1-2 տարիների ընթացքում իրադարձությունները, որոնք ամբողջապես մարդկանց համոզեցին, որ իրականում Հայաստանը մտածված, պլանավորված գործողությունների արդյունքում գնում է դեպի գաղութացում։ Ընդ որում եկեք ուշադրություն դարձնենք, շատ են խոսում այն մասին, որ երկրորդ նախագահը թալանել է, երրորդ նախագահը թալանել է կամ իր ժամանակ մարդիկ թալանել են, իհարկե ամենության կանխավարկածը այնուամենայնիվ հաշվի առնելով, բայց ես նշեմ, որ այն ինչ նրանք եթե թալանել են, այն ինչ նրանք թալանել են, այն գումարները, որ նրանք կարողացել են հետ գցել, կոպիտ ասենք, դա չի եղել իրենց նպատակը։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրանց Սարաշ Լևոն Տեր-Պետրոսյանը,
Թանյանը չի եղել նպատակ չեն ունեցել Թանյանը, գլխավոր նպատակը չի եղել գումարներ հավաքել եւ այդ գումարներով իրենց համար Աֆրիկայի մարզություններ սատկացնել կամ տարբեր երկրներում ունենալ ինչ որ վիլլաներ կամ մեկ այլ բան կամ Հայաստանի ներսում կառուցել ինչ որ բան։ Դա եղել է կողմնակի էֆեկտ։ Հիմնական նպատակն եղել է թույլատնել Հայաստանի Հանրապետությունը, թույլ չտալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդվի, թույլ չտալ, որ պետականությունը զարգանա, որպեսզի հենց որ գա այն պահը, երբ Ռուսաստանը կսկսի հավաքել իր գաղութները, Հայաստանում դիմադրություն չլինի։ Հայաստանը ավտոմատ կնա եւ դառնա այդ գաղութներից մեկը։ Եվ ինչպես ասացի, մեր բախտը բերեց 2018 թվականին տեղի ունեցավ այն ինչ նախատեսված չէր, այն ինչ պլանավորված չէր, 2020 թվականին տեղի ունեցավ պատերազմ, որը ամբողջությամբ բացեց հայ ժողովրդի աչքերը, ում աչքերն չէր բացվել 21-22 թվականներին բացվեց։ Ինչու են այսօր այդ մարդիկ խոսում նորից միութենական պետության եւ այն նախկին պլանի շարունակականության մասին, որը ես նկարագրեցի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կան մարդկանց խումբ եւ այդ մարդկանց խումբը ցանկանում է որ լինի այդպես։ Այսինքն անկախ նրանից, որ կան Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց հետևորդները, հասարակությունում եւ այլն, կան սովորական մարդիկ, իհարկե նրանց քանակը նորից բարեբախտաբար ակնհայտորեն փոքր է այն մարդկանց քանակից, ովքեր չեն ցանկանում որ Հայաստանը գաղութ դառնա, բայց կա այդ մարդկանց խումբը։ Եվ նախընտրական շրջանում նույն Ռոբերտ Քոչարյանի, նույն Սամվել Կարապետյանի եւ նրանց արբանյակ մի քանի այլ քաղաքական դեմքերի եւ նրանց ուժերի, այդտեղ Թաթոյան, Չալաբյան եւ այլն, նրանց բոլորի հույսը այդ մարդիկ են, որովհետեւ այն մարդը, ով որ ցանկանում է իրականում ուժեղ Հայաստան, նա երբեք չի ընտրելու Սամվել Կարապետյանի կուսակցությանը, որովհետև Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանը դարձնել ուժեղ։ Նա կարող է դարձնել ուժեղ Հայաստանը որպես Ռուսաստանի ծայրագավառ, ինչպես նշում էր Ռուբեն Վարդանյանը, Թաթարստանի նման ծաղկող ծայրագավառ։ Այդ նման բան կարող է լինել, բայց ուժեղ Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող։ Եվ ուրեմն անհրաժեշտ է աշխատել այն կոնտինգենտի վրա, որը կգնա տեղամաս եւ կընտրի իրենց քաղաքական ուժին։ Իսկ ինչպես է պետք նրանց համար աշխատել, պետք է ասել այն, ինչ նրանք ցանկանում են լսել։ Նրանք ցանկանում են լսել, որ Հայաստանը պետք է դառնա այդ միութենական կոչված կամ նման ինչ-որ մի բանի մաս։ Թեև ես մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ Վիտալի Բալասարյանը Հայաստան բառը չասած մենք պիտի լինենք միութենական պետության մաս, իսկ մենք ասելով ես կարծում Հայաստանի հասարակությունը հասկանում է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող Վիտալի Բալասարյանը, որը չէր ցանկանում որ Արցախը Հայաստանի մաս լիներ, ասում էր ով որ գտնում է որ սա Հայաստան է, ոտք չդնի Արցախ, այսօր էլ Հայաստանի քաղաքացիություն չի գնացել, չի դիմել եւ չի ստացել, չի կարող մենք ասելով հասկանալ Հայաստանի Հանրապետությունը։ Դա Հայաստանի Հանրապետության նորմալ քաղաքացիների համար իհարկե նույնիսկ բանավիճելու առարկա չէ, այնպես որ իրենք թող գնան ուզում են միութենական պետության մաս լինեն, ուզում են Ռուսաստանի մաս լինեն, ինչ ուզում են թող գնան ան։ Տեսեք, պարոն Ղևոնդյան, դուք ասում եք ինքը ասելով մենք միգուցե նաև նկատի ուներ Արցախը, բայց երկար ժամանակ չէ, պարոն Բալասանյանը, ինչպես դուք ասում եք, եւ պարոն Բալասանյանները, որոնք շատ էին Արցախում, իդեպ ամբողջ Արցախի ղեկավարությունը երևի թե այդ առումով պարոն Բալասանյաններ էին, իրենք չէին ցանկանում, որ Արցախը լինի Հայաստանի մաս։ Իրենք ցանկանում էին, որ իրականում այդ պատրվակը, որ կար, անկախ Լեռնային Ղարաբաղ, իրենք էլ են շատ լավ հասկանում, որ դա միֆ է, եւ իրականում բոլորի ձգտումը շատ տրիվիալ էր, ռուսական անձնագիր։ Եկեք հանուն արդարության ամեն դեպքում մեկ բացառության մասին հիշենք, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ասում էր, որ իր համար պատիվ կլինի ենթարկվել Հայաստանական։ Ես ասում եմ հիմնական, ես անուններ չեմ տալիս, հիմնականում պարոն Ղևոնդյան։ Հիմա լավ, այդ ամենը այդ Բալասանյանների համար դաշ չեղավ, երբ որ իրենք երկար տարի երազում էին ռուսական անձնագրի մասին, իսկ վերջում այսօր Արցախում ընդհանրապես հայ չկա, իսկ իրենց մի մասը գտնվում է Բաքվի բանտում, այդ խեղկատակության արդյունքում, որը կոչվում էր դատ, իրենք այնտեղ են հիմա եւ նստած են։ Լավ, սա դաշ չեղավ իրենց համար, որ հիմա եկել են Հայաստան, Հայաստանում այդ նույն երգը շարունակում են երգել։ Տեսեք, դաս կլիներ դա իրենց համար, եթե իրենց նպատակում լիներ օրինակ Արցախում հայության պահպանումը, դաս կլիներ, եթե իրենց նպատակը լիներ Հայաստանի պետականության ամրապնդումը։ Այդ մարդկանց նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե հնարավոր լինի նաև Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը, եւս
նվեր տան Ռուսաստանի Հասկանում եմ ձեզ, ես գիտեմ դա, բայց այդ նպատակը սպասարկելով իրենք այլ բանից հասան, չէ՞։ Արդյունքը այլ էր։ Հիմա իրենք մտավախություն չունեն, որ սա էլ կարող է տենց ավարտվել։ Ես չեմ կարծում, որ իրենք մտածում են, որ արդյունքը այլ է։ Իրենք մտածում են, որ դեռ արդյունքի չեն հասել։ Դեռ գործընթացը շարունակվում է։ Ինչն է շարունակվում։ Այն, որ տարածաշրջանը պիտի դառնա Ռուսաստան։ Ինչ է ասում Վիտալի Բալասյանը։ Կախարդական փայտիկով։ Ասում է ինչպես 100 տարի առաջ ԽՍՀՄ էր ձևավորվել։ Նույն բանը իմիջիայլոց ասում էր Նորավանք հիմնադրամի նախկին տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Ինչպես ձևավորվել է 100 տարի առաջ Խորհրդային Միություն, այդպես էլ կլինի Խորհրդային Միություն կամ Ռուսաստան, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը կլինեն դրա մաս, եւ ընդհանրապես կարեւոր չի լինի Արցախը այդ խորհրդային կոչվող կամ միութենական կոչվողի սահմանի այս կողմը թե այն կողմը, չէ՞ որ ինքը մեկ ընդհանուր պետություն է։ Այս տրամաբանության մեջ իրենք ոչ մի բանից դաս չեն առել եւ դաս առնելու խնդիրներ չունեն։ Տեսեք, դաս առնել հասկացություն կարող է լինել այն դեպքում, երբ դու տեսնում ես, որ ինչ-որ բան ես արել, դրա հետևանքով ինչ-որ բան չի ստացվել։ Այդ մարդիկ կարծում են, որ իրենք դեռ շարունակում են անել եւ ի վերջո ստանալու են այն, ինչ ցանկանում են։ Ոչինչ չի փոխվել։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այդպես կարծում։ Չեմ կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում մի փոքր իմ բռնթագերմամբ մոտեցումները ուրիշ են։ Հավանաբար, տեսեք, ես անհասկանալի որակումներ եմ տեսնում թե Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, թե արդեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ վերջին այս հարցազրույցի ընթացքում նորից ինչ-որ բաներ էր ասում, որոնք առողջ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Նույնիսկ այն նարատիվների մեջ չեն տեղավորվում, որոնք իրենք ներկայացնում են, նույնիսկ հենց նույն տրամաբանության մեջ չեն տեղավորվում, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս։ Հավանաբար պետք է հաշվի առնենք, որ ինչ որ տարիքից սկսած ընդ որում դա ապացուցվում է նաև Տրամպի օրինակով, ինչ որ տարիքից սկսած որոշ բաներում ադեկվատությունը այդպես 100%-անոց չի։ Դուք կարծում եք, որ 91 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի, 97 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի եւ 2026-ի Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները տարբեր են այս հարցում Ռուսաստանի մասով։ Ես նշեմ, որ օրինակ 2008 թվականին, եթե այդպես պատմական կտրվածքով ենք նայում, այն նարատիվները, որոնցով Լևոն Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, որոշակիորեն տարբերվում էին այն նարատիվներից, որոնք կային 2017 թվականին, այսինքն նույնիսկ այդ կարճ ժամանակամիջոցում։ Դե նա ներքաղաքականով էր պայմանավորված, մենք դա հասկանում ենք։ Հասկանալի է քաղաքական պայքարի տրամաբանության մեջ, բայց մեկ բան է, երբ դու ինչ-որ բան ես հավակնում եւ նարատիվներ ես ներկայացնում, մեկ այլ բան է, երբ դու գիտես, որ դու ոչ մի բան չես հավակնում եւ գուցե անկեղծորեն հանում ես դնում ես սեղանին այն, ինչ իրականում կա քո մտքում։ Կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ այս երկրորդ դեպքն է հիմա, որ նա անկեղծորեն դնում է սեղանին, առավել եւս որ նա ունի կուսակցությունը առաջադրել է վարչապետի տեխնացու եւ կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ գործունեությունը ուղղված է այդ վարչապետի տեխնացուի դեմ։ Ինչքան էլ դա անտրամաբանական է, ես կարծում եմ այստեղ ամեն դեպքում պիտի հաշվի առնենք, որ ադեկվատության հետ որոշակի խնդիրներ կան, որովհետև ի վերջո գոնե սեփական տեխնացուին պաշտպանելու համար կարելի էր գուցե մտածել այդպես, բայց դա չդներ սեղանին եւ հանրության դատին։ Լավ, հիմա ՀԱԿ-ի էլեկտորատը, իրենք ինչ որ էլեկտորատ ունեն, չէ՞, մարդիկ, որոնք իրենց են ընտրում, այդ մարդիկ ինչ անեն, ում ընտրեն։ Ամենայն հավանականությամբ ՀԱԿ-ի էլեկտորատը այն մարդիկ են, ովքեր դեռ հակում են։ Իսկ նրանք գուցե տասնյակներ են, գուցե 100 են։ Լևոն Զուրաբյանին չէ ընտրի, ընտրելու են Սամվել Կարապետյանին։ Ամենայն հավանականությամբ այդ մարդիկ կընտրեն ամեն դեպքում Լևոն Զուրաբյանին, բայց Լևոն Զուրաբյանը շանս չունի, չգիտեմ, նույնիսկ 1% հավաքելու ըստ ամենայնի։ Եվ դա հասկանում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց քաղաքական խեղկատակության նպատակը այդ դեպքում ո՞րն է։ Ձայներ փոշիացնելը թույլ չտալը, որ այն մարդիկ, ովքեր գուցե չգնան ընտրության եւ նրանց ձայները գումարվեն մյուս տեխնացուներին գնան ամեն դեպքում ընտրության, օրինակ ՀԱԿ-ում թույլ չտան, որ իրենց անդամները խնդիրներ ունենան նրա հետ կապված, որ իրենք չեն մասնակցում քաղաքական գործընթացներին, եւ ամենայն հավանականությամբ այստեղ մեկ գործոն էլ ամեն դեպքում պետք է հաշվի առնենք անձնական ամբիցիաները։ Մենք գիտենք, որ Լևոն Զուրաբյանը որոշակի անձնական ամբիցիաներ ունի սկսած 2008 թվականից, այնպես որ մեկ անգամ գոնե վարչապետի տեխնացու լինելը գուցե այդ ռեզյումեի մեջ բավական հետաքրքիր։ Պարոն Զուրաբյանը օրիգինալ չէ, անձնական ամբիցիաներ ունեն մեր երևի թե բոլոր քաղաքական գործիչները, ինչը բացատրվում է նրանով, որ մինչև այսօր ընդդիմությունը երբեք չի կարողացել միավորվել ընտրությունների ժամանակ, հենց դրա է պատճառը։ Լավ, Արցախը դաշտ չեղավ, որովհետև կա
գերագույն նպատակ կարևոր չի, երբ Ռուսաստանը միայն մեկը վերադառնալու է, Արցախը հարավային Կովկասով վերցնելու է։ Բայց լավ կան, չէ, աշխարհաքաղաքական տենդենսներ, աշխարհում ինչ է կատարվում այսօր։ Ռուսաստանը կրում է ռազմավարական, ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական պարտություն Ուկրաինայում։ Իրանը այսօր արդեն Իրան չէ։ Արդեն այս պահին Իրանը այն Իրանը չէ, որը կարող է Ռուսաստանի կամ Չինաստանի համար գործոն դաշնակից լինել։ Վենեսուելա, արաբական գարունները, որոնք անցան։ Աշխարհը փոփոխվում է եւ փոփոխվում է ոչ իօգոտ Ռուսաստանի։ Լավ, այդ ամենը իրենք դա էլ չեն տեսնում, այդ հույսը որն է, որ Ռուսաստանը հետ է գալու։ Թե Ռուսաստանը 100 տարի էլ հետո գա, դա էլ է իրենց համար հույս։ Պարոն Ստեփանյան, այն ամենը ինչ ասում եք, ես ձեզ հետ ամբողջապես Չեն քաղաքական գործի չեն, չէ, չեն հասկանում դա։ Ես ձեզ հետ ամբողջապես համաձայն եմ, բայց մարդիկ բացարձակապես այլ պատկերացումներ ունեն։ Ես ցանկանում եմ մեկ օրինակ բերել, մեկ հանրային դաշտում որոշակի գործունեություն ծավալող գործիչ կա, նույնիսկ կանոնը ասենք Վազգեն Գասպարյան, ով այնքան է արդեն գրել, որ իրանցիները հարվածել են Արաբական Միացյալ Էմիրություններին, ամերիկյան նավերին, ամերիկյան ինքնաթիռներին, Իսրայելին եւ այլն, այնքան անգամ է գրել, որ հավանաբար եթե այդ ամենը գումարենք, հիմա Իսրայելը վերացել էր, Մերձավոր Արևելքը էլ չկար, Միացյալ Նահանգները մի քանի նահանգ էր կորցրել։ Այսինքն մարդիկ իրենց պատկերացումների, իրենց մոտեցումների, իրենց այստեղից այնտեղից ինչ որ հավաքած շատ դեպքերում ոչ ճիշտ լուրերի տպավորությունը անձամբ իրենք հավատում են, որ իրականությունը դա է։ Դուք տեսեք, ասում եք, որ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրում։ Գնացեք եւ համոզեք Վիտալի Բալասյանին, որ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրում։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Ես չեմ ասում, որ Վիտալի Բալասանյանը ձեզ հետ կվիճի կամ նման մի բան։ Որևէ դեպքում, եթե նույնիսկ մեկ ցույց տանք Մոսկվայի ավերակներ, Վիտալի Բալասյանը չի հավատալու դրան։ Եվ մտածելու է, որ դուք ստում եք, որ սա ինչ որ տեղով ծառայական բանականությունով է սարքված կամ նման մի բան։ Հասկանաք, մարդիկ ունեն համոզվածություն, հատկապես այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են այդ մեր նշած գերագույն նպատակը իրականացնելու համար, մարդիկ ունեն ներքին համոզվածություն եւ ցանկացած այլ բան, ցանկացած այլ փաստ նույնիսկ երբ դրում իրենց արժեվ, դա բախվում է այդ համոզվածության պատին եւ չի անցնում այդ պատը։ Մարդիկ կարծում են, որ կա այնպիսի մի իրականություն, որը թաքցվում է իրենցից չարամիտների կողմից, որպեսզի մենք չիմանանք, որ ահա ուր որ է Ռուսաստանը հարցերը կլուծի, Իրանն էլ այնտեղ Միացյալ Նահանգների հարցերը կլուծի, կմիանան իրար, կքշեն այստեղից, մոտավորապես ինչպես ես հիշում եմ բավական երկար տարիներ առաջ, հավանաբար Խորհրդային Միության վերջին տարիներին կամ անկախ Հայաստանի առաջին տարիներին մարդիկ կային, որ ասում էին, ահա ուր որ է քրիստոնյա աշխարհը կմիանա, մուսուլմաններին կքշի մեր տարածաշրջան։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ։ Պարոն Ղևոնդյան, ձեր կողմից նկարագրված քաղաքական գործիչները, իսկ իրենք քաղաքական գործիչներ են, նրանք վտանգավոր են հասարակության համար։ Այո։ Իրենց ընտրելը վտանգավոր է։ Այսինքն վաղը իրենք եթե դառնան իշխանություն, օրինակ, հա հիպոթետիկ բան եմ ասում, այդ բոլորը Վալասանյանները պայմանական, եթե իրենք ձեր կողմից նկարագրված, ես էլ ասեմ ձեզ, ես էլ այլ բացատրություն չեմ տեսնում, իրենք ոչ adekvat են, հետեւապես իրենք ընդունելու են որոշումներ, որոնք ոչ թե կարող են, այլ Հայաստանի վերջը տալու են։ Ես ավելին ասեմ, նրանք վտանգավոր են նույնիսկ ընդդիմադիր տեղերում։ Նրանք վտանգավոր են նույնիսկ հասարակական, քաղաքական դաշտում, նույնիսկ արտախորհրդարանական որպես քաղաքական ուժեր նրանք վտանգավոր են, որովհետև իրենք պրոպագանդում են մի բան, որը օբյեկտիվ իրականության չի համընկնում։ Չկա նման բան, հասկանում եք, հարցը այն չէ Ռուսաստանը կվերադառնա թե չէ։ Հարցն այն է, որ նրանց նկարագրած իրավիճակը, այն որ Ռուսաստանը հերիք չի վերադառնալու է, մի բան էլ էս ամեն ինչը վերցնելու է, մի բան էլ դրանից հետո Հայաստանն ու Ադրբեջանի ու Ադրբեջանի ժողովուրդները եղբայրական զգացումներ ունենալու միմյանց նկատմամբ, ընդ որում ես նշեմ, որ գիտական աշխատանքներ ու հոդվածներ են գրում, այս նույն բառերով ես հղում եմ անում, ես իմ կարծիքը չեմ ասում։ Այդ նկարագրած իրականությունը հնարավոր չի որ լինի։ Տեսեք, ես էլ դուք էլ մասնակցում ենք հայ-ադրբեջանական հանդիպումներին կախ հասարակությունների։ Մենք փորձում ենք այնպես անել, որ երկու երկրները կարողանան գոնե նորմալ հարաբերվել, բայց ոչ մենք, ոչ ադրբեջանցիները, ոչ ես համոզված եմ որևէ մեկը մեր այս խմբում չի կարծում, որ մենք ձևավորում ենք եղբայրական հարաբերություններ։ Իսկ այս մարդիկ խոսում են այն մասին, որ եթե Ռուսաստանը վերադառնա, մեր հարաբերությունները դառնալու են եղբայրական։ Այսինքն ուտոպիզմի մակարդակը այս մարդկանց մոտ այնքան
բարձր է, որ այդ ոչ adekvatությունը իրենց մոտ դարձել է համոզվածություն եւ դա նրանք ռոպագանդում են երկրում, շատ մարդիկ կան, սովորական մարդիկ, ովքեր այդպես խորը չեն պատկերացնում ինչ է տեղի ունենում, մարդիկ կան, ովքեր պատերազմի ժամանակ մասնակից չեն ունեցել եւ ընդհանուր առմամբ ինչ որ խնդիրներ չեն տեսնում ադրբեջանցիների հետ փոխհարաբերություններում, մարդիկ կան Ռուսաստանում բարեկամներ ունեն եւ այդ մարդիկ ընկնում են ազդեցության տակ, իսկ այդ ազդեցությունը ակնհայտորեն Հայաստանի Հանրապետության համար խնդրահարույց է։ Ազդեցության մասին լավ աստված այդ Բալասանյանների, Տեր-Պետրոսյանների հետ այրի հետ սոցհարցումներից մի երկու թիվ ինձ շատ է անհանգստացնում այդ 42%-ը, որոնք որպես թիվ 1 Հայաստանի գործընկեր տեսնում են Ռուսաստանի Դաշնությանը։ Սա կատաստրոֆիկ թիվ է։ 42%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգները 41 է, եթե չեմ սխալվում։ Իսկ ինչու եք դուք կարծում, որ թիվ 1 գործընկերը Ռուսաստանը չէ։ Այս բանի թիվ 1 գործընկերը Ռուսաստանն է։ Մեր ենթակառուցվածքները Ռուսաստանինն են։ Մեր ներկայացները Ռուսաստանինն են։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կառույցների 90%-ը ղեկավարում են։ Ես մի տեսակ պատկերացնում եմ ավելի շատ ապագայում, հա, ով պետք է լինի մեր գործընկերը։ Միգուցե ես սոցհարցումներից մի փոքր լավ չեմ հասկանում։ Տեսեք, հարցը հետեւյալն է։ Մասնագետ չեմ։ Ես էլ եմ այդպես պատկերացնում, որ Ռուսաստանը չպետք է լինի։ Այդ հարցը որ տա ես տենց կպատասխանեմ։ Պետք է նվազի, բայց հարցը հետեւյալի մեջ է։ Արդյոք նվազում է։ Այո, հեծի դեպքում մենք տեսանք, Հարավ-Կովկասյան երկաթուղիները դեռևս ծամում են ներողությունը։ Քաղաքականում եւ անվտանգայինում է նվազում, տնտեսականում կարելի ասել ոչ։ Ռազմականում նվազում է, բայց անվտանգայում որտեղ է նվազում, ասեք ռազմականից բացի։ Դե սահման։ Ես չեմ տեսնում։ Ախորիկ, վերերի։ Դրանք բոլորը կապված են ռազմական ներկա, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։ Բայց եթե քո երկրի ենթակառուցվածքները Ռուսաստանի ձեռքում են, եթե քո երկրի միակ երկաթուղին Ռուսաստանի ձեռքում է այս պահի դրությամբ, եթե քո երկիր մտնող գազը, եթե որտեղ շուռ գանք, որ Ռուսաստան չտեսնենք, ով ասաց, որ ինչ-որ ժամանակ հետո դա փոխվելու է։ Հեծի դեպքում մենք տեսանք առաջին նորից նշեմ։ Հարավ-Կովկասյան երկաթուղիների դեպքում դեռևս Հայաստանի վարչապետը ասում է, թե մենք չենք ցանկանում խզել պայմանագիրը, մենք ցանկանում ենք խոսել։ Արդյոք այդ խոսելը արդյունք տալու է։ Այ երբ որ արդյունք կտա, երբ որ կտեսնենք, որ եկավ մի, չգիտեմ, Նեպալի ընկերություն, ինչ որ մի երկիր ասեմ, որ շատ չեզոք լինի, որ մեկ չկարողանան ինչ որ մեկի հետ նույնացնել, տեսանք, որ եկավ, վերցրեց եւ հիմա այլևս Ռուսաստանը չի դա իրականացնում, ապա կարելի է խոսել այն մասին, որ նվազում է այդ ազդեցությունը։ Բայց այս պահի դրությամբ այսօր 2026 թվականի մարտի 9-ն է։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանը մեր առաջին գործընկերն է բոլոր ոլորտներում։ Բացի ռազմականից, գուցե ռազմականում հարցը լուծվել։ Այսինքն այստեղ հարցվողները մեղավոր չեն, իրենք հստակ պատասխան են տվել իրական։ Իրենք հստակ պատասխան տվել այն ինչ կա, ընդ որում ես ասում եմ բացի ռազմականից, բայց եկեք հաշվի առնենք մի կարևոր բան։ Մեր բանակում օգտագործող ռազմական տեխնիկայի շատ մեծ տոկոսը դեռևս ռուսական արտադրության է։ Իսկ ով է սպասարկում այդ ռազմական տեխնիկան։ Ամերիկացիները, ֆրանսիացիները ոչ։ Նորից ռուսներն են սպասարկում։ Եվ զինամթերքը որտեղից ենք բերում։ Եթե մենք պետք լինի աստված չէ, պետք լինի դա կրակել։ Դրա միջի հրթիռը որտեղից ենք բերելու, որտեղից են ամերիկացիները ռուսական արտադրության զենքի հրթիռ տալու։ Բնականաբար մեր այսօր մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այլ հարց է, որ նա լավ գործընկեր չէ, պետք է փոխել այդ իրավիճակը, բայց օբյեկտիվ իրականությունը սա է։ Այսինքն դիվերսիֆիկացիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Ցավոտ ճանապարհ ունի անցնելու եւ այդ ցավոտ ճանապարհի միջով պիտի անցնենք բոլորս։ Եթե մենք ցանկանում ենք իսկապես դիվերսիֆիկացնել, եթե մենք ցանկանում ենք, որ մեր գլխավոր գործընկերները լինեն այլ երկրներ կամ գոնե Ռուսաստանը լինի ցանկում ինչ-որ մի տեղում, ոչ առաջին տեղում եւ ոչ մեծ տարբերությամբ, ապա այդ ցավը զգալու ենք սկսած տնտեսվարողներից մինչեւ վերջրած մեզ լրատվամիջոցներին եւ բոլորս, որովհետեւ այսքան տարի տարբեր թելերով Հայաստանը կապվել է Ռուսաստանին իմ նշած տրամաբանության մեջ, որ գա մի պահ, երբ Ռուսաստանը սկսի հավաքել, ավտոմատ արդեն Հայաստանում ոչ մի հարց չառաջանա, պիտի գնա Հայաստանը դառնա գաղութ, թե չէ։ Հիմա այդ թելերը հատ-հատ պետք է կտրվեն, իսկ այդ թելերը կտրելը բավական ցավոտ է լինել։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան։ Մեր հյուրներ հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։
Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև։ Պարոն Մինասյան, Իրանի շուրջ, Իրանի մասնակցության պատերազմը հերթական անգամ ակտուալացրեց մեկ կարևոր հարց։ Արդյոք մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում մեզ պետք է օտար ռազմական ներկայություն։ Մենք շատ էմոցիոնալ ժողովուրդ ենք, մանավանդ 20 թվականի պատերազմից հետո շատ է չէ խոսվում, որ մեզ պետք է ֆրանսիական, ամերիկյան, հնդկական, չինական ռազմաբազա, որը մեզ փրկելու է մեր թշնամիներից։ Մենք օրինակ տեսնում ենք, որ արաբական երկրներում, ծոցի երկրներում այդ ռազմաբազաները, ամերիկյան ռազմաբազաները ոչ միայն չեն փրկում այդ երկրները, այլ նաև դարձնում են այդ երկրները թիրախ։ Հետևաբար այսօրվա աշխարհում, այսօրվա դինամիկայում, որը մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական, երևի թե լավ կլիներ եւ ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանրապես որևէ օտար ռազմական ներկայություն չլներ։ Իրանը այս առումով ինչ է մեզ հուշում, ինչ օրինակ է եւ ինչ դաս է։ Ոնց որ միշտ դա լինում է ռազմավարական եւ ռազմաքաղաքական գործընթացներում, մենք տեսնում ենք երկու իրարամերժ ոնց որ դինամիկաներ, տրենդեր։ Իրանի դեպքում։ Եվ Իրանի եւ ձեր նշված այդ արդյոք փոքր կամ խոցելի երկրները կարան լիովին ապահովեն անվտանգությունը երրորդ կողմերի հաշվին։ Եվ այստեղ պատասխանը այն է, որ մի կողմից հասկանալի է, որ եթե այդ երկրները գտնվում են վտանգավոր հարևանությամբ եւ վտանգավոր տարածաշրջաններում, ապա դու դա պիտի անես կամ սեփական միջոցների ձևով, ռազմական, անվտանգային բաղադրիչի, կամ պիտի իջացնես քո խոցելիությունը, այդ թվում նաև, ասենք, բարեդրացական հարաբերություններ ունենալով կամ փորձելով չներգրավել մեծ գերտերությունների աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, կամ պիտի հույս դնես երրորդ ուժերի ներգրավության այդ կոմպոնենտի վրա, որը որ իր հերթին նույնպես այդ երկու իրարամերժ խնդիրներն է ստեղծում։ Մի կողմից այո, միգուցե ինչ որ մի քաղաքական, ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրականության մեջ այդ ասենք երրորդ գերտերությունները կամ դաշնակիցները կարան աջակցեն, բայց ռազմավարական իրականությունը կարա փոխվի, ինչը մենք տեսանք 20 եւ 23 թվականներին, ինչը տեսավ ասենք Վրաստանը 2008 թվականին, իհարկե տարբեր ֆորմատներ կան, ասենք Վրաստանի կողմից արևմուտքի աջակցությունը չուներ այն հստակ, ասենք պարտադրեցնող պարտավորություններ, ոնց որ դա կար, ասենք երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում, ասենք Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի դեպքում, նույնիսկ այն իրավիճակում, երբ որ ասենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմաքաղաքական գործընթացները մի կողմից թվում է թե չէին պարտադրում Ռուսաստանի անմիջական երաշխիքներ, բայց նաեւ ամբողջ ռազմաքաղաքական եւ ռազմավարական
համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև վերջի կամ նախորդող երկու տասնամյակներում ենթադրում են Ռուսաստանի նմանատիպ ռազմավարական աջակցությունը, եթե նույնիսկ չլներ ուղղակի ներգրավություն։ Այսինքն այստեղ կարծում եմ պատասխանը ոչ միայն այն է, որ այս իրարամերժ գործընթացները կան, այլ այն է, թե Հայաստանի դեպքում արդյոք մենք ունակ ենք ինչ-որ մի ռազմավարական հեռանկարում փորձենք գնահատենք այն ռիսկերը, որոնք որ սպառնում են մեր ազգային անվտանգության, այն ռիսկերը, որոնք ունեն ռազմաքաղաքական կամ ռազմավարական բնույթ, եւ ինչ ձևով մենք պիտի պատրաստ լինենք արձագանքելու։ Արդյոք միայն ռազմական ձևերով, արդյոք միայն դիվանագիտական ձևերով, արդյոք դա պիտի լինի ինչ-որ հիբրիդային ձևերով եւ ռազմական, եւ ռազմաքաղաքական, եւ դիվանագիտական առումով, թե մենք ունակ ենք, ասենք, ոչ միայն ազդելու կամ հակազդելու, այլ նաև ստեղծելու ինչ-որ նպաստավոր խաղաղության մթնոլորտ այն աստիճանով, ինչքանով մենք իզորել ենք հաշվի առնելով մեր մի կողմից եւ խոցելի, բայց մյուս կողմից էլ նաև բավականին կոմունիկացիոն առումով նպաստելի աշխարհագրությունը։ Պարոն Մինասյան, ես պետք է հստակեցնող հարց տամ։ Այս պահին 2026 թվականի մարտ ամիսն է։ Մենք ունենք այն իրավիճակը մեր տարածաշրջանում, որը ունենք, եւ ես հարց եմ տալիս ձեզ։ Մեզ ցանկացած կարևոր չէ որ երկիր արտաքին ռազմական ներկայություն այս պահին մեր շահերից բխում է թե ոչ։ Ես կարծում եմ, եթե խոսքը գնում է այն ռազմական ներկայության, որը որ անմիջապես ռազմական սպառնալիքներ կարա ինչ-որ մի ձևով նվազեցնի կամ հակադրվի, միգուցե պետք է։ Այլ բան է, որ եւ ռուսական ռազմական ներկայությունը մի կողմից եւ արևմտյան ինչ-որ պլանավորված ներկայությունը դա թվում է թե էֆեկտիվ ձևով չեն կարող ապահովել։ Այսօր տեղի ունեցավ հերթական, իդեպս վերջի օրերին շատ են եղել անվտանգության խորհրդի նիստը, քննարկվել են տարբեր հարցեր, մենք իհարկե չգիտենք որ հարցեր են, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը նաև Իրանի շուրջ հատկապես Իրանի շուրջ կատարվողն է։ Ընդհանրապես ինձ մոտ միշտ այսպեսի հարց է առաջանում, Սերգեյ, մենք տեսնում ենք այդ անվտանգության խորհրդում նախարարների, անվտանգության ոլորտի պատասխանատուների, նախագահի, ազգային ժողովի նախագահի, դա նորմալ է։ Ժամանակին օլիգարխներ էին նստում այդ նիստին, մենք դա էլ ենք տեսել, մարդիկ, ովքեր որ ընդհանրապես ազգային անվտանգության հետ որևէ կապ չունեն, բայց այնուամենայնիվ ըստ ձեզ, որքանով է այսօր փորձագիտական դաշտը ներգրավում անվտանգային ռիսկերի կառավարման գործընթացի մեջ, օրինակ, առաջինը ինչը գալիս է, մենք այդ մշակույթը ունենք, խնդրեմ ձեր կարծիքը, ընդհանրապես կա այդպիսի ներգրավվածություն թե ոչ, եւ արդյոք դա մեզ պետք է, մենք ժամանակին վարչապետ ունենք, որը ընդհանրապես ասում էր, որ մեզ think tank-ներ պետք չեն, դա փողի վատնում է ուղղակի, դրամական միջոցների վատնում, մենք առանց դրա էլ ամեն ինչ կարող ենք անել, արդյունքները կարծում եմ մենք տեսանք բոլորս, խնդրեմ։ Նախ ինչ վերաբերում է անվտանգության խորհրդի ներկայիս ֆորմատի մասին, ապա կան ի պաշտոն է մշտական անվտանգության խորհրդի անդամներ, որոնք մասնակցում են եւ նաեւ արդեն կապված իրավիճակից կարան ներգրավեն նաեւ պետական կառավարման մարմինների, ինչի՞ չէ նաեւ միգուցե փորձագիտական դաշտում, չնայած որ ասենք խոսքին նույն այդ նիստերում որպես փորձագետ, օրինակ ռազմական առումով հանդիսանում ասենք գլխավոր շտաբի պետը, որը որ ներկայացնում ասենք ռազմական եւ ռազմական ասենք առանձնահատկությունները։ Ինչ վերաբերվում է այս մշակույթին, թե փորձագիտական եւ ակադեմիական դաշտի ներգրավությունը ինչքանով նպաստում է, ես կարող եմ ասեմ, որ առնվազն անգլոսաքսոնյան դպրոցը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, եվրոպական շատ երկրներ, ինչու՞ չէ նաեւ ոչ միայն եվրոպական երկրներ, այդ մշակույթը ինչ որ մի ձևով առնվազն համատեղ համագործակցություն ակադեմիական, հետազոտական կենտրոնների եւ համապատասխան պետական մարմինների միջև բավական նկատելի ասենք Թուրքիայի դեպքում, նույնիսկ Ռուսաստանի պես երկրում
մի քիչ այլ ձևաչափով այդ մշակույթը նույնպես ավելի բյուրոկրատական շրջանակներում, բայց նույնպես օգտագործում։ Մեր դեպքում մենք իսկապես կարծում եմ ամենախոցելի էլեմենտներից մեկը նաև մեր անվտանգային համակարգին այն է, որ մենք դեռ չնայած անկախության ամբողջ շրջանում փորձեր էր արվում, բայց ինձ թվում է թե հենց նոր մենք ինչ որ ձևով ավելի ակտիվ տեսնում ենք մի կողմից հասարակական փորձագիտական դաշտի ներգրավվածությունը այս քննարկումների մեջ, մյուս կողմից էլ նաև առանձին հետազոտական վերլուծական կենտրոնները փորձում են նաև ներգրավեն համապատասխան աշխատանքի մեջ, ես կարամ նշեմ նաև մեր ինստիտուտի պրոյեկտները, որոնք որ մենք իրագործում ենք, ասենք, Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի հետ, պաշտպանության, արտաքին գործերի, այլ ուժային կառույցների հետ, որոնք որ ուղղված են եւ փորձագիտական քննարկումների տարբեր ձևաչափների եւ բաց եւ փակ, եւ նաեւ համապատասխան տրեյնինգների եւ դասընթացների կազմակերպումը, որը որ միջին օղակի պաշտոնյաներին այդ ոլորտում հնարավորություն է տալիս մի կողմից նոր ինչ որ գիտելիքներ եւ ունակություններ ստանալ, այդ թվում ներգրավելով օտարերկրյա գործընկերների եւ մասնագետների եւ մյուս կողմից էլ նաեւ միջգերատեսչական անձնական կապ հաստատել այդ համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչների միջև, որովհետեւ միշտ չէ որ իրանք նաեւ հնարավորություն ունեն անմիջապես շփվելու եւ իրանց մասնագիտական շփումը ելնելով նաեւ մասնագիտական առանձնահատկություններից եւ սպეციფიკայից շատ հաճախ տեղի ունենում համապատասխան գրագրության եւ փաստաթղթերի փոխանակման, այլ ոչ թե անձնական մակարդակով։ Եվ ամենակարևորը կարծում եմ այն է, որ այս փորձագիտական գիտական տիրույթի հնարավորությունները այն են, որ հնարավորություն են տալիս նաև ամենազգայուն անվտանգային հարցերի շուրջ ամենապատասխանատու անվտանգային կամ ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներին մասնակցելով նաև անկախ փորձագետների կամ փորձագիտական եւ գիտական հանրության ներկայացուցիչների հետ քննարկումներին նաև առանց քաղաքականացման եւ առանց նաև ասենք սահմանափակումները, այդ թվում նաև սահմանափակումները, որոնք որ ի պաշտոնե պարզավոր կան, քննարկել այս հարցերը, քննարկել այլ թվում նաև շատ հաճախ ալտերնատիվ եւ իրարամերժ ինչ որ սցենարիաներ, ինչը որ կարծում եմ ավելի հարստացնում է այդ որոշումներ ընդունելու գործընթացը եւ միջին օղակում եւ ամենակարևորը նաև քաղաքական օղակում, երբ որ երկրի անվտանգության եւ պաշտպանության ամենաբարդ հարցերը քննարկվում են առանց քաղաքականացման։ Տեսեք, պարոն Մինասյան, մենք մեր երկրում ի ուրախության մեզ, ես անձամբ շատերին եմ ճանաչում, ունենք տարբեր ոլորտներում բավականին լավ պատրաստված փորձագետներ, որոնց կարծիքը օրինակ ես շատ եմ գնահատում, բայց մենք արդյոք ունենք այնպիսի մի կառույց, որովհետև թղթի վրա կան այդպիսի կառույցներ, ռեալ կառույց, որտեղ այդ փորձագիտական աշխատանքը լինելու է համակարգված, որովհետև վերլուծական աշխատանքը ես անձամբ այդպես գիտեմ, դա շատ նման է ֆուտբոլի, դա թիմային խաղ է, եթե դու ուզում ես ստանալ վերլուծական գրություն, երկրի ղեկավարը, եթե ուզում է, որտեղ ռեալ կլինի նշմարված խնդիր եւ հնարավոր այդ խնդրի լուծման ճանապարհները կամ վարկածները, դա պետք է լինի թիմային աշխատանք։ Մի հոգի չի կարող դա գրել եւ բերել դնել վարչապետի առաջ, կամ 2 կամ 3 հոգի, սա թիմային աշխատանք է։ Մենք այդպիսի ինստիտուտ ունենք Հայաստանում գործող։ Համադրական, այսինքն առանձնահատկությունների եւ պրակտիկայի այդ դերը պիտի իրականացնի անվտանգության խորհուրդը եւ մենք ձեզ հետ միասին նույնպես բազմաթիվ հնարավորություն ենք ունեցել նաեւ համագործակցել եւ մասնակցել այդ կառույցի։ Դուք կարծում եք դա բավարար է։ Ես կարծում եմ, որ առաջինը անհրաժեշտ է նմանատիպ կառույցի ներկայությունը, որը որ որոշ չափով համապարփակ փորձում է գնահատել եւ պաշտպանական, եւ դիվանագիտական, եւ հետախուզական եւ անվտանգային այլ ոլորտները, բայց դա բավարար չէ, որովհետեւ անվտանգության խորհրդի նպատակը սիստեմացնել է, բայց խորությամբ թվում է թե ամեն մի գերատեսչություն պիտի ունենա
ասենք ռազմաքաղաքական առումով դա պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբը, հետախուզականը, պարզը դիվանագիտականը, տարածաշրջանային, ասենք ընկալումներով, որը որ մասամբ նաև ակադեմիայի հաստատություններն էին փորձում իրագործել, բայց խնդիրը ցավոք սրտի այն է, որ մի կողմից մենք ունենք բավականին լուրջ անհրաժեշտություն նման կադրերի եւ դրա հետ մեկտեղ բավականին սուր պահանջ եւ ոչ բոլոր փորձագետները ի վիճակի են նաև այդ զգայուն հարցերի անդրադառնալ եւ կա նաև այլ վտանգ կադրային, որ չափից ավելի մասնագիտական ունակությունները այս կամ այն ոլորտում կարան բերեն նրան, որ այդ մարդիկ ներգրավեն հենց պետական համակարգ դրանով թողնելով ասենք ավելի ակտիվ իր ներգրավությունը փորձագիտական կամ գիտական դաշտում։ Այսինքն այստեղ մենք ունենք մի շատ լուրջ խնդիր, երբ որ կա շատ լուրջ պահանջ այս դաշտը լրացնելու եւ շատ քիչ կադրային բազա ունենք, առավել եւս կադրային բազա, որը մենք պիտի տարբեր պատճառներով կամ սիստեմացնենք, ասենք անվտանգության խորհրդի շրջանակներում, կամ ավելի խորացնենք ոլորտային այդ դաշտերում, հետախուզական, պաշտպանական, անվտանգային, դիվանագիտական ոլորտներում։ Եվ շատ հաճախ դեպքերում նույն մարդիկ փորձում են տարբեր այդ ոլորտներում աշխատել, ինչը բնականաբար իր ազդում է էֆեկտիվության վրա, ինչը նաև եթե դա արդեն այդ մարդիկ փորձում են ներգրավել նաև հրապարակային մեդիա դաշտ կամ փորձագիտական քննարկումների դաշտ, նույնպես նաև նրանց մասնագիտական ունակությունների կամ որակի վրա նույնպես ազդում է։ Տեսեք, բավականին երկար ժամանակ այսպիսի կարծիք էր հնչում, որ գործող իշխանությունները հրավիրելով Հայաստան, օրինակ եվրոպական դիտորդներին, որոնք մեր սահմաններին էին տեղակայված, օրինակ, եւ թրիփ նախագիծը կյանքի կոչելով դարձնում են մեր երկրի տարածքը, Հայաստանի տարածքը գերտերությունների, մեծ տերությունների առճակատման դաշտ։ Գործող իրավիճակը, որը մենք այսօր ունենք, արդյոք խոսում է այն մասին, որ մեր տարածքը դարձել է այդպիսի առճակատման դաշտ։ Ինչ վերաբերում է եվրոդիտորդների այդ գործընթացին, ապա անմիջապես կարելի ասել այդ գաղափարի ստեղծման ակունքների մոտ կանգնած լինելով իմ նախորդ դիվանագիտական պաշտոնում, ես կարող նշեմ, որ այն ռազմավարական, ռազմաքաղաքական դառը իրականությունը, որը կար 21, 22, 23 թվականներին, դժվար թե կարար Հայաստանին առաջարկել որևէ ինչ-որ փող զիջումային կամ որևէ էֆեկտիվ այլ ֆորմատ, քան այո, ճիշտ է, ոչ զինված, այո, քաղաքացիական, այո, դիտորդական առաքելություն, որը որ իրագործվել էր 22-23 թվականներին այդ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Որևէ այլ գոնե քաղաքական մակարդակով զսպող տարբերակ Հայաստանը ելնելով նաև ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական բավականին փոխված բալանսից Հայաստանը չուներ։ Այդպես որ այդ առումով չեմ կարծում, որ իրականում Հայաստանը որևէ ալետրանք ուներ։ Ինչ վերաբերում է տրիպին եւ այդ ասենք գաղափարն, ապա պիտի նշենք, որ տրիպը իրականում հանդիսանում է այլ հարթությամբ, այսպես կոչված խաղաղության գործընթացի անբաժան մասը, կամ շատ հաճախ անգլերեն կա այդպես տերմին, իրականում տրիգեր է դարձել նաև խաղաղության փաստղթի նախաստորագրմանը, առանց տրիպի գաղափարի, առանց Միացյալ Նահանգների որպես աշխարհի ամենահզոր գերտերության մի կողմից, մյուս կողմից նաև սպეციფიկ, բայց նաև չափազանց ակտիվ նախագահ Տրամփի անմիջական հովանավորությամբ այս պրոյեկտը տեղի չեր ունենա, ինչպես նաև կարծում եմ տեղի չեր ունենա նաև դրանից արդեն անբաժան մաս դարձած խաղաղության պայմանագրի այս
աջենդան այս գործընթացը, որը նաև արտացոլվեց նախաստորագրման փաստաթղթի մեջ։ Այսպես այստեղ կարծում եմ խոսքը ոչ թե ինչ որ մի ձևով փորձել դա մեկնաբանել տարածաշրջանային մրցակցության խնդիրներից է, այլ պարզապես այն, որ այլընտրանքներ եթե կային, այլընտրանքները միգուցե ավելի ցավալի եւ ավելի ծախսատար էին բոլոր տեսանկյունից, քան այն փաստաթղթերը կամ այն պայմանավորությունները, որոնց արդյունքում նախ տեղակայվեց եվրոպական դիտորդական առաքելությունը եւ երկրորդը դեռ ստորագրվեցին փաստերը, որոնք որ իսկապես կարծում եմ նույնպես մենք պիտի իրատես լինենք, դեռ մենք պիտի նայենք թե ինչ ձևով իմպլեմենտացնեն եւ տրիպի եւ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Սերգեյ, իսկ եթե մենք համեմատենք օրինակ Հայաստանի անվտանգության ապահովման գործընթացը այս պահին, երբ որ Իրանում պատերազմ է գնում, թրիպի արկայության, այսինքն չէ, թրիպի ճիշտ չի լինի, օգոստոսի 8-ի գործընթացի արկայությամբ եւ եթե այդ գործընթացը չլիներ, պատկերացնենք, որ այդ գործընթացը չկար, որ դեպքում է Հայաստանը ավելի անվտանգ։ Եթե թրիպի հետ կապված խաղաղության գործընթացը տեղի չունենար, ապա նույնիսկ միջև այս իրանական իրադարձությունները եւ ռազմաքաղաքական զարգացումները կարծում եմ մենք այդ ռազմական վտանգի ազդեցությունը ավելի հստակ կզգայք եւ այստեղ նաեւ մի քիչ առաջ գնալով միգուցե ձեր հարցի համատեքստին պիտի նշենք որ այո հասկանալի է որ Միացյալ Նահանգների եւ Իրանի ռազմական բախումը ընդհանուր առմամբ ավելացնում է ռիսկերը մեր ամբողջ տարածաշրջանում ինչպես բոլոր Իրանի հարևան երկրների եւ տարածաշրջանների համար հասկանալի պատճառով, որովհետեւ Իրանը փորձում է ավելացնելով պատերազմի գինը իր սահմանակից շրջաններում նաեւ որոշ չափով ազդել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դիրքորոշման վրա, բայց մյուս կողմից նաեւ պիտի հասկանանք, որ մեր վտանգը, մեր անվտանգության համար վտանգը գալիս էր մեր այլ երկու հարևաններից, հատկապես Ադրբեջանի կողմից, եւ մի իրավիճակում, երբ որ ասենք Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը ցույց են տալիս այս աստիճանի լուրջ տեխնիկական գերակայունություն տարածաշրջանում Իրանի օդում եւ ընդհանրապես մի իրավիճակում, երբ որ տրիպը եւ տրիպի հետ ստորագրված այս փաստաթղթերը անմիջապես կապված են նախագահ Տրամփի հեղինակության եւ համբավի հետ, շատ դժվար է պատկերացնել, որ նույնիսկ այս դժվար աշխարհական իրավիճակում Ադրբեջանը կցանկանա լրացուցիչ ինչ-որ խնդիրներ ստեղծի իր համար, առավել եւս հաշվի առնելով հասկանալի եւ տեսանելի այն ադրբեջան-իրանական եւ աշխարհակական կոնտեքստը, որը որ կա։ Եթե մենք համեմատենք այսօրվա Իրանի կողմից արձակված հրթիռները, բալիստիկ հրթիռները եւ ռազմական դրոնների քանակը, այն քանակի հետ, որ արձակվել է առաջին օրը պատերազմում, մենք տեսնում ենք, որ մոտավորապես մեղմ ասած 10 անգամ նվազել է եւ դրան զուգահեռ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարում է, որ որոշումը պատերազմի կանգնեցման մասին նրանք համատեղ են ընդունելու Իսրայելի հետ, Նեթանյահուի հետ։ Տենդենսները որտեղ են տանում իրավիճակը ըստ ձեզ եւ արդյոք մենք կարող ենք սպասել, որ պատերազմը կանգ առնելու ուղղակի այն պատճառով, որ կողմերը արդեն հնարավորություն չեն ունենա իրար վրա կրակել, թե կան նաեւ այլ կողմերը կամ կողմերից մեկը կարծում եմ դեռ երկար ժամանակ կունենա տարբեր զինատեսակներ օգտագործել, խոսքը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մասին է, մյուս կողմից նաեւ մենք հստակ դեռ չունենք այն պատասխանը, թե արդյոք այդ եւ հրթիռների եւ դրոնների քանակի արձակման նվազումը արդյոք կապված է նրանով, որ ոչնչացվել են այն կայանները, որտեղից որ նրանք արձակում են, թե Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է երկարացնել պատերազմը եւ ավելի քիչ ծախսատար է համարում այդ զինատեսակների օգտագործումը մի կողմից եւ այդ դա ռազմատեխնիկական մի հարթակն է, որտեղ որ մենք տեսնում ենք, որ
Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեն բացարձակ ռազմական եւ ռազմատեխնիկական առավելություն, բայց Իրանը փորձում է արձագանքել ասիմետրիկ ձևերով, ոնց նշեցի, ավելացնելով պատերազմի գինը, այդ նաեւ խոցելով, ասենք, ծոցի երկրներին, փորձելով փակել կամ սահմանափակել Օրմուզի նեղուցի այդ հնարավորությունները եւ այլն, ամեն ինչ հասկանալի է, այստեղ կա ռազմավարական եւ ռազմաքաղաքական մի տրամաբանություն, որը որ դեռ մենք պիտի փորձենք գնահատենք, առաջինը, եւ երկրորդ խնդիրը դա արդյոք այս ֆոնի վրա ինչ, ասենք, հստակություն եւ ինչ համառություն է ցույց տալու նաեւ Իրանի բյուրոկրատական, կրոնական եւ ռազմաքաղաքական կառավարման այս համակարգը։ Դա այն հարցն է, որը որ ես հստակ պատասխաններ չունեմ եւ ցավոք սրտի նաեւ այդ հարցի շուրջ պատասխաններ ես չեմ կարող գտնել նաեւ փորձագիտական դաշտում եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որտեւ այն պարզ պատճառը թե Իրանը այսքան ծախսատար եւ այսքան ցավալի հարվածների տակ իսկապես ինչ աստիճանի դիմակայություն է պատրաստվում քաղաքական առումով կամ տնտեսական կամ հասարակական առումով, այդ պատասխանը ես չունեմ, ինչը որ նույնպես որոշ չափով նաև անդրադառնում ենք այն մեր նախորդ քննարկմանը, թե ինչ աստիճանի կարևոր է նաև գիտական եւ փորձագիտական քննարկումները Հայաստանին վերաբերող անվտանգային եւ պաշտպանական ոլորտի հարցերին։ Անշուշտ, պարոն Մինասյան, շատ կարևոր են այդ քննարկումները փորձագիտական մակարդակով, հաշվի առնելով, որ Հայաստանում շատ դեպքերում քննարկումները քաղաքական մակարդակով կրում են շատ էմոցիոնալ, ես կասեի անթույլատրելի էմոցիոնալ բնույթ, օրինակ այսպեսի քաղաքական դիսկուրս գնաց մեզ մոտ, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը չի գնացել իրանական դեսպանություն, այդ Հուշամատյանում գրառում չի կատարել, իսկ Իլհամ Ալիևը գնաց։ Իլհամ Ալիևը գնաց եւ երկրորդ օրը հայտարարեց, որ Նախիջևանին իրանական դրոնները հարվածել են։ Իսկ հիմա ինչ որ մակրազերծում է երկրի տարածքը իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից, ամենայն դեպս խոսում է այդ մասին, ինչ որ տեսա մատերիալներ են հրապարակվում եւ այլն եւ այլն եւ այլն եւ ընդհանրապես հետորաբանությունը Իրանի նկատմամբ մեղմ ասած այնքան էլ պատշաճ չէ եւ դա այն դեպքում, երբ որ նույնիսկ նախագահի մակարդակով Մասուդ Փեզեշքյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Իրանի տարածքից խոցում չի եղել Նախիջևանի ուղղությամբ։ Այս ամենը ինչի մասին է խոսում։ Արդյոք քաղաքականությունը եւ Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականությունը ձևավորվում է Հուշամատյաններում գրառում կատարել կամ չկատարելով եւ երկրորդ մասը հարցի Ադրբեջանի Իրանի միջև ինչ է կատարվում այս բանը։ Նախ նշեմ, որ այդ գրառումները կարևոր են, այդ ասենք մասնակցությունը կարող է հիշեցնեմ, որ Հայաստանի կողմից, ասենք, անվտանգության խորհրդի քարտուղարն է մի կողմից մասնակցում, մյուս կողմից էլ նաև շարունակություն ձեր հարցի նշեմ, որ նաև ոնց ես հասկանում եմ, Հայաստանի վարչապետը առաջիններից մեկն էր, որը որ նաև շնորհավորեց արդեն նորերտիր հոգևոր առաջնորդին, այսինքն այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ ունակ չի եւ մենք պիտի հասկանանք, որ նաև եւ Իրանի դիվանագիտությունը եւ Իրանի դիվանագիտական էտիկետը եւ նաև այս բոլոր գործընթացներում հայ-իրանական հարաբերությունները այնքան բազմաբնույթ են եւ այնքան երանգներ կան, որոնք որ միշտ չէ որ այդքան էլ հեշտ է կողմնակի աչքով հասկանալ Քաղաքական դաշտում այդպես չեն կարծում։ Քաղաքական դաշտի աշխատանքն ու առաքելությունը նաև բոլոր զգայուն քաղաքական հարցերի քաղաքականացումը։ Իսկ այն ինչ որ վերում է, ասենք, փորձագիտական քննարկման, ինչ որ մենք ձեզ հետ միասին փորձում ենք որոշ չափով անել, այստեղ բարձր որ մենք պիտի այդ խնդրի բարդությունը մի կողմից հասկանանք, մյուս կողմից նաև հասկանանք, որ ինչքան էլ բարդ լինի, ինչքան էլ դժվար լինի, քաղաքական գործիչները որոշումներ են ընդունում, ելնելով նաև այդ պայն քաղաքական նպատակարարության եւ ունեցած ինֆորմացիայի հիման վրա։ Դա ձեր հարցի առաջին մասով, ինչ վերաբերում է Իրանի եւ Ադրբեջանի պահով, այստեղ կարծում եմ ամեն ինչ հասկանալի է, բազմաթիվ կոնֆլիկտային խնդիրներ կան, որոնք որ միշտ բաժանել են Ադրբեջանը Իրանի հետ, Ադրբեջանի անկախության առաջի օրվանից, դա նաև ադրբեջանցիների կամ էթնիկ
կամ լեզվական առումով, ասենք ադրբեջանախոս բազմա միլիոնոց համայնքի ներկայությունը Իրանում, որը որ նաև բավականին լուրջ դեր է խաղում Իրանի կրոնական, քաղաքական վերնախավի շրջանակներում, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներն ու բաժանումները վերջով Ադրբեջանը հանդիսանալով իսլամական աշխարհում Իսրայելի հետ ամենասերտ ռազմավարական, ռազմաքաղաքական, հետախուզական եւ այլ համագործակցության կրող երկիր, պարզա որ արդեն դրանով դժվար թե կարող համարվել դաշնակից կամ բարեկամ երկիր Իրանի համար, չնայած որ դիվանագիտական առանձնահատկությունները եւ էտիկետը Իրանի դիվանագիտության մի կողմից, մյուս կողմից նաեւ բազմաթիվ այլ հարցեր սահմանափակում են անմիջապես ինչ որ արճակատումը Իրանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես այն պահին, երբ որ Ադրբեջանը բավականին լուրջ խնդիրներ ուներ եւ նաեւ այս պահին ամենադեպս միջև այս պահ, երբ որ քննարկվում են հնարավոր Ադրբեջանի ներգրավվածությունը Իրանի դեմ ռազմական ասենք գործողություններին եւ նաեւ փորձագետները շատ լավ հասկանում են բոլոր խնդիրները եւ խնդիրները, եթե Ադրբեջանը իսկապես որոշի ներգրավի նմանատիպ ռազմական ավանտյուրայում, առաջերտին Ադրբեջանի համար անվտանգային, էներգետիկ եւ այլ ձևի խնդիրների առումով։ Եվ վերջի հարցը, երևի թե դրամաբանական հարցը, պարոն Մինասյան, ինչ պետք է աներ կամ ինչ պետք է անի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջև Իրանի շուրջ պատերազմը, նախապատրաստական ինչ քայլեր, կամ ինչ պետք է հիմա անի, որ չի անում, որպեսզի Հայաստանի անվտանգությունը այս կոնֆլիկտի համատեքստում հնարավորինս բարձր մակարդակի ապահովի։ Դուք հասկանում եք, որ եւ դիվանագիտական գործընթացի եւ համապատասխան տեխնիկական, պարենային եւ ռազմական, ասենք նախապատրաստումների առումով կան տեղեկությունները, որոնք որ մենք չենք տիրապետում, բաց ասենք աղբյուրներից եւ նույնիսկ եթե տիրապետեինք, դժվար թե ձեզ հետ կկիսվեինք։ Թվում է թե Հայաստանը փորձում է որոշ չափով ակտիվացնել իր դիվանագիտական ոնց որ գործընթացը նաև հարևանների հետ, դա նաև ակտիվացման նախարարի կամ ասենք որոշ մեսեջները, որոնք որ գալիս են Երևանից ուղղված եւ Բաքվին եւ Անկարային, կարծում եմ նաև այսօր այդ արդեն նշված շնորհակալը Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրության հետ կապված դա նաև վերահաստատում է այն ֆորմատը, որը կա Իրանի հետ եւ բնականաբար դրա հետ մեկտեղ նաև Հայաստանի ղեկավարությունը գտնվում է մշտական ասենք կապի հետ իր նաև եւ եվրոպական գործընկերներ եւ կարծում եմ նաև Ռուսաստանի հետ այն ինչ որ պակասում է ես կարծում եմ նաև պետական մարմինների կողմից հասարակության հետ այդ երկխոսությունն այս հարցերի շուրջ, բայց այստեղ նույնպես մենք պիտի հասկանանք սահմանափակումները, որ ոչ բոլոր խնդիրները կամ ոչ բոլոր հարցերը, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը կար, ասենք տեղեկացնելու հասարակությանը, ի վիճակի են պետական մարմինները բացել այս զգայուն եւ զարգացվող քրիտիկական շրջանում։ Թղթով ամեն ինչ ճիշտ է։ Ոնց գիտեք։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մինասյան։ Մեր հյուրն էր Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ։ Այսպեսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։
Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։